Վրացական քաղաքական կուսակցություններն անդրադարձել են պետական անվտանգության ծառայության հայտարարությանը, ըստ որի հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատը գրավելու փորձին զուգահեռ պետք է իրականացվեին դիվերսիոն գործողություններ։ Ազգային շարժումը նշում է, որ չի վստահում պետական անվտանգության ծառայության հայտարարությանը, քանի որ պետական անվտանգության ծառայությունը եւ ներքին գործերի նախարարությունը 2012 թվականից զբաղվում են քարոզչությամբ։ Իսկ գիրչի ներկայացուցիչները նշում են, որ հեղափոխականներին նման պայթուցիկներ պետք չեն։ Նրանք չեն բացառում, որ սա պետական անվտանգության ծառայության կողմից կազմակերպված դավադրություն է, չնայած չեն բացառում գերատեսչության կողմից տարածվող տեղեկատվության իսկությունը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։ Իր հերթին իշխող թիմից նշում են, որ պետական անվտանգության ծառայության կողմից կանխված դիվերսիոն ակտը կապված էր կառավարությունը տապալելու ծրագրի հետ։ Ըստ գերատեսչության կազմակերպված խմբային բռնությանը եւ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատը գրավելու փորձին զուգահեռ պետք է անցկացվեին դիվերսիոն գործողություններ։ Հայտնաբերվել է մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք ու պայթուցիկ նյութեր, որոնք պետք է օգտագործվեն վերը նշվածի նպատակով։ Գերատեսչության փոխանցմամբ նշված զենքն ու զինամթերքը Վրաստանի քաղաքացին ձեռք է բերել Ուկրաինայում գործող զորամասերից մեկի վրացի ներկայացուցչի հանձնարարությամբ, որի դեմ քրեական հետապնդում է սկսվել։ Քաղաքական գործիչները, որոնք կասկածանքով էին վերաբերում հոկտեմբերի 4-ի խաղաղ տապալմանը մասնակցելու գաղափարին, արդյունքների պատասխանատվությունը դնում են կազմակերպիչների վրա, որոնք այժմ կալանավորված են։ Ազգային շարժումը հարցեր ունի պահատաբուժուլած է եւ մյուս կազմակերպիչների կողմից ծրագրի մշակման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է իշխող թիմին, ապա վրացական երազանք կուսակցությունը հայտարարում է, որ յուրաքանչյուր օրինախախտ կստանա պետության կողմից խիստ արձագանք։ Շարունակվում է Թբիլիսիի Աթոնալի փողոցում տեղի ունեցած բռնության հետաքննությունը։ Ընդդիմության մի մասը նախագահական պալատի մոտ տեղի ունեցած իրադարձություններն անվանում է վրացական երազանքի համար ծուղակ։ Շաբաթ օրը որոշ ցուցարարներ քանդել են նախագահական պալատի մոտ գտնվող արգելապատնեշները եւ ներխուժել են բակ, որին հաջորդել են իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխան գործողությունները։ Ցուցարարները քարեր են նետել տեղում մոբիլիզացված իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հրկիզել տարբեր առարկաներ ու վնասել քաղաքացիների մասնավոր սեփականությունը։ Խորհրդանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է Կայա Կալասի եւ Մարտակոսի սոցիալական էջում արված համատեղ հայտարարությանը։ Նա կոչ արել Եվրամիության ներկայացուցիչներին զերծ մնալ իրականությունից շեղող կեղծ նարատիվների տարածումից։ Եթե ճիշտ եմ հասկանում, տիկին Կալասն ու տիկին Կոսը ներողություն չեն խնդրում իրենց խոսնակի կողմից կառավարությունը տապալելու հանրահավաքին աջակցելու համար, որի արդյունքում Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման ժամանակ վիրավորվել է 25 ոստիկան։ Սակայն հենց սա է այսօր վրացական հասարակությունը սպասում Եվրամիությունից։ Ինչ վերաբերում է վրացական ընտրությունների գնահատականին, ես կրկին կոչ եմ անում Եվրամիության բոլոր ներկայացուցիչներին զերծ մնալ իրականությունից շեղող կեղծ նարատիվների տարածումից, որոնք հզորացնում են արմատական ուժերի ձգտումը, խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակարությունը եւ մարդու իրավունքների հարգանքը, գրել է Շալվա Պապուաշվիլին։ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշված էր, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվել են այլախոհության լայնածավալ ճնշման միջավայրում։ Ասում են, որ անհրաժեշտ է կառուցողական ու ներառական երկխոսություն բոլոր քաղաքական գործիչների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կայա Կալասն ու Մարտակոսը կոչ են անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից, իսկ իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր իրենց կարծիքով անարդարացիորեն ձերբակալվել են։ Հայտարարության վերջում Կայա Կալասը եւ Մարտակոսը հերքում ու դատապարտում են այն, ինչը նրանք համարում են Վրաստանում Եվրամիության դերի վերաբերյալ ապատեղեկատվություն, ինչպես նաեւ դատապարտում են Եվրամիության դեսպանի դեմ անձնական հարձակումները։ Ներքին գործերի նախարարության Պարեկային ոստիկանության վարչության Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի ոստիկանի առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ ՄԳ-ն ծնված 1991 թվականին 3 երեկոյան Թբիլիսիի Քեթևան Դեդոփալի պողոտայում իր ծառայողական պարտականությունները կատարելիս Պարեկային տեսուչ ոստիկանության կապիտանին դանակահարել են կոկորդին սառը զենքով։ Վիրավոր իրավապահ մարմնի աշխատակիցը հոսպիտալացվել է, ստացել է պատասխան բուժօգնություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 11 տարի ժամկետով ազատազրկում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց արգրավել են
են հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը՝ դանակը։ Գիտությունն հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։